Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, դե ինչ, ոնց որ տեն որ ասում ենք ամեն ինչ լավ է լինելու, տենց լավ ասելով պիտի գնանք։ Մի քանի վայրկյան մինչ մեր ընկերները կմիանան, ուրեմն ես ասեմ նախնական, որ կարող եք գրանցվել, բաժանորդագրվել իմեջին, այստեղ մենք քննարկում ենք ամենատարբեր հարցեր քաղաքացու տեսանկյունից։ Եվ շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք տարածեք, որովհետև էջի ակտիվ լինելը խիստ անհրաժեշտություն է, առաջիկա մեր ծրագրերի մասին տեղյակ լինելու համար կարող եք միայն այստեղից իմանալ։ Իսկ Facebook-ը քանի որ դարձյալ շարունակում է բլոկված մնալ, ապա ես հիմնական եթերներս անում եմ YouTube-ով, մնացածը արդեն գրառումները վաղվանից ոնց որ թե Facebook-ը կբացվի։ Այնուամենայնիվ, ունենք լավ նորություն, իսկ նորությունը հետևյալն է, դա արդեն լսել եք, բոլորդ գիտեք, շատերդ արդեն ուրախացել եք, ոգևորվել եք, ցավոք սրտի կան այո անձնավորություններ, անձիկ կամ շրջանակներ, ովքեր են քանել ուրախ չեն, փորձում են սա մեկնաբանել այլ կերպ, նրանց նույնպես բնականաբար անդրադառնանք։ Ուրեմն Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլչուեկչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Ասեմ, որ թվարկածս անձինք արդեն Հայաստանի Հանրապետություն են, այսօր հակառակ ամուրջով նրանց անց են կացել Հայաստան, այստեղ դիմավորել են, այս պահի դրությամբ, չգիտեմ, արդեն Երևանում են թե ոչ, բայց տեղափոխվում են Երևան մի քանի ժամ առաջ։ Նրանք ասեմ, որ գտնվում են Բաքվի բանտում եւ ամբողջ 4-ինը չգիտեմ, բայց մեծ մասինը, օրինակ Վագիվ Խաչատրյանին, Սուջյանին, Էլչուեկչյանին 15 տարվա ազատազրկում էր սպասվում Բաքվի բանտում, կեղծ դատավարություններ են եղել, գիտենք, եւ Փառք Աստծո հնարավոր եղավ նրանց վերադարձնել։ Ահա սա լավ նորություն է։ Հիմա անցնենք ռեակցիաներին, հա, ինչա ստացվում։ Մի կողմից բոլորս ոգևորված ենք ոչ միայն գերիների վերադարձով, այլ նաև թրիփ ուղու հետ կապված Արարատ Միրզյանի հիանալի վարածը բանակցությունների եւ լավ ռեզուլտատների, արձանագրումների, ստորագրված փաստաթղթերի, նոր խոստումների մասով ասեմ, որ հիանալի նորություններ են եղել։ Միանգամից մի եթերով դժվար թե կարողանանք բացվել, որովհետև մենք ավելի շատ փորձում ենք դիտարկել բոլոր կողմերի արձագանքները ու այստեղ դարձյալ ընդդիմություն կոչված հակապետական ուժերը, տիրադավ եւ դավաճան ուժերը, այո, եթե շատ են սիրում այդ բառերը, ապա կարծում եմ եւ իրենք սիրում են անտեղի օգտագործել, մենք բավականին տեղին ենք օգտագործում, ինչքան էլ որ չցանկանայինք, որ այս հարթության վրա գնալ մեր խոսակցությունները, բայց միևնույն է դա վաստակել է։ Ուրեմն թրիփ ուղու մասով այնտեղ ավելի մասնագիտական բաներ կան, դե ընդհանուր միտքը բոլորդ հասկացել եք ինչա ստացվում, որ թրիփ ուղին փաստորեն արևելք արևմուտք այն մեծ պրոյեկտի Խաչմերուկի մի մասն է դառնում, որտեղ որ Միացյալ Նահանգների կողմից են մեծ ներդրումներ լինելու եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սուվերենությունը ամբողջովին հարգվում է առանց բացառությունների, որևիցե բացառություն չկա, բոլոր հսկողությունները, վերահսկողությունները իրականացում են եւ կարող են իրականացնել հայկական իրավապահ եւ ուժային կառույցները, ամբողջովին հայկական դիրույթումը կարելի ասել Քոչարյանի գծած քարը մի կերպ կարողացանք անել, հա, ու մենակ Քոչարյանի չէ, որովհետև այդ խոսակցությունները դեռ ավելի վաղուց են գալիս եւ աշխարհքաղաքական մի հսկա հակասությունների տեղիք էր տալիս, ամբողջ Սյունիքի մարզը դրվում էր, այսպես ասած, կասկածի տակ, ինչ հաճելիորեն այստեղ փորձում էին օգտագործել ընդդիմություն կոչեցյալները, բայց այս պարագայում նրանց այլևս ոչինչ չի մնում անելու, միայն շարունակել ստել, վատատեսություն եւ թարախ թույն ներարկել քաղաքացիների մեջ։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ հրաշալի է։ Չնայած որ կան ես մեր գերիների թեմային անպայման անդրադառնալու եմ, ես հիմա ուզում եմ այս արձագանքներին մի հատ նայենք, էլի արձագանքները։ Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, ոնց թե ընդհանուր 26%-ն է տրվելու Հայաստանին, հիմա էլ այդ տոկոսներից են կախվել։ Ուրեմն ժողովուրդ ջան, սա թերևս ամենաստացված գործարքն է Հայաստանի Հանրապետության համար։ Այո, Հայաստանի Հանրապետությունը 49 տարով ըստ նախնական պայմանավորվածության, իհարկե հետո կարող է 49 տարի հետո կարելի է վերանայել եւ եւս 50 տարով բան անել, երկարաձգվել այդ պայմանագիրը, բայց այս պայդրությամբ եւ այդ ժամանակ տոկոսներն էլ կբարձրանան, բայց 49 տարի հետո թե ինչ աշխարհակարգ կլինի, այս պայն դժվար է ասել, անգամ չգիտենք առաջիկայում ինչ է սպասվում, որովհետեւ տեսնում եք ոչ միայն Միացյալ Նահանգներն է կոչարել, որ Իրանից ժողովուրդը դուրս գան, այլ նաեւ Հնդկաստանը, մյուս, այսինքն շատ լուրջ բաներ է այնտեղ սպասվում, հա, չի կարելի դա չնկատել։ Այնպես որ տարածաշրջանում նույնպես հնարավոր է փոփոխություններ լինեն, բայց կարելի ասել, որ մենք ապահովագրված ենք արդեն այս առումով։ Մեծ ներդրումային հատվածը անելու է Միացյալ Նահանգները, ու ընդհանուր առմամբ հենց ինքն էլ անում, հա,
եւ բնականաբար այդտեղից ունի շահ եւ Հայաստանի մտածելու 25%-ը 26%-ը այդ ամենի։ Ուրեմն ես մի հատ կարդամ ձեզ համար Սիսակ Գաբրելյանի գրառումը, որովհետեւ շատ շատերն են սա շահարկում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սիսակ Գաբրելյանը Facebook-յան իր էջում գրել է. Նման փոխշահավետ եւ պետական շահը կներեք ներողություն լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել։ Ոչ երկաթուղու հանձնման, ոչ օդանավակայանի, ոչ Վեոլայի, ոչ Գազպրոմ Արմենիայի, ոչ էլ Հեցի դեպքում։ Այո, նման բան կա, այս ենթակառուցվածքները նույնպես տված են վարչակազմություն, չնայած որ դրանք ռազմավարական նշանակության են։ Չնայած ճարախոսությունների, կեղծ ու մանիպուլյացիոն մեկնաբանությունների Հայաստանն այս ճանապարհին ամբողջությամբ կպահպանի իր իրավազորությունը եւ կիրականացնի մաքսային սահմանապահ եւ միգրացիոն բոլոր գործառույթները։ Այդ գործունեությունից բխող հարկերն ու տուրքերն ամբողջությամբ 100% կմուտքագրվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ գործողություններից բխող հարկերն ու տուրքերը։ Բացի այդ, ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Այսինքն այդ բանը ստեղծվում է Հայաստանի օրենքներով, Ամերիկայի օրենքներով չի։ 100%-ով վճարելու օրենքով սահմանված բոլոր հարկերը, տուրքերը, շահութահարկը եւ այլն։ Ու նաեւ իմ կարծիքով ամենակարևորը Հայաստանն առաջիկա 49 տարիներին կունենա նաեւ 26% բաժնեմաս այդ ընկերության շահույթից։ Մնացած բաժնեմասերը չեն կարող օտարվել այլ անձանց առանց Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության։ Այ հենց սա է, որ նախկինում երբևէ չի եղել ստրատեգիական որևէ ենթակառուցվածքի դեպքում։ Այսպիսով Հայաստանը լինելու է ոչ միայն վերահսկող պետություն, այլ նաև տնտեսական գործընկեր եւ ուղիղ շահառու, ինչը որակապես նոր մոտեցում է։ Իմի կան մարդիկ, ովքեր որ այս տրիպի ուղուն դեմ են, իհարկե կային, ես հեսա մի քանիսին գուցե անդրադառնանք։ Սա մի նորություններ եւ չէինք հասցրել սթափվել ու հանկարծ իմացանք, որ մեր գերիները վերադարձվել են։ Գիտեք, այս գերիների թեման շատ շահարկվել է քաղաքական դաշտում, ինչը աշխարհի ամենազզվելի ու կեղտոտ բանն է եւ ինչը օգտագործել են իրենց անդիմություն հռչակած նախկինները, ովքեր ցավոք մինչեւ հիմի ներկա են։ Շահարկում են։ Իհարկե դեռ շահարկելու եմ, որովհետև այնտեղ էլի պահող անձիկ կան, բայց ինչ ենք իմ պատասխան այդ ամեն ինչին ասում ենք, մեկը ես միշտ ասել եմ, մինչև հնարավոր չի լինի այլևս ոչինչ անել, մինչև խաղաղություն չլինի։ Խաղաղությունը երբ որ հաստատվի, կհաստատվեն նաև հարաբերություններ, ինչի արդյունքում հնարավոր կլինի փոխշահավետ որոշակի առաջարկներով վերադարձնել մնացածներին։ Էլի սվիններով դիմավորեցին, ահա այն ինչ որ եղավ։ Այո, այս 4 գերիները ինչի ոչ նաև հենց դրա համար են վերադարձել, որովհետև հստակ քայլեր են գնում դեպի խաղաղությունը։ Այնուամենայնիվ անդիմություն չէր լինի, որ երկու բլթոց առնվազն իր կողմից չարցակեր եւ բլթոցներից մեկը որքան էլ որ զարմանալի չլինի, պատկանում է գուշակեք ում Static News-ի Static-ին։ Հասկանում եք 168-ի եւ AM-ի եւ առհասարակ ժուրնալիստների միության նախագահի Սաթիկ Սեյրանյանին, ով պատերազմ էր հայտարարել մեր ժողովրդի դեմ, եթե չեք հիշում, շատես դա հիշեցնեմ։ Ուրեմն, ինչա վերնագրել իր նյութը։ Անբարոյական գործարք Բաքվում պահվող 4 հայ պատանդները ձեզ, Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկան ահաբեկիչները մեզ։ Իբր գործարք է եղել եւ այս գործարքը շատ վատ է որ եղել է։ Ուրեմն նախ Սաթիկին հուշեմ, հա, այդ երկու ահաբեկիչները, երկու սիրիացի ահաբեկիչները ուղարկվել են Սիրիա։ Այն պայմանով, որ իրենք այնտեղ պիտի շարունակեն կրել իրենց պատիժը։ Ինչ նշանակում պատիժը այնտեղ կրել։ Այսինքն մենք օրական 1000-1200 դրամ չենք վճարելու, որ սրանք այստեղ ուտեն բերդում նստած։ Այո, նրանք ցմահ էին ազատազրկվել, մեր օրենքները այդպեսին են։ Բայց մեր մարդիկ էլ այնտեղ համարյա ցմահ էին դատավորել, 15 տարվա ազատազրկումը դա չափազանց լուրջ սրոք է։ Ուրեմն, երկուսը ուղարկվել են Սիրիա, որ շարունակեն այնտեղ իրենց պատիժը կրել ու չի կարող որ դու պատկերացնում եք, չէ՞, եթե իրեն գնան ու շարունակեն չկրել, դա ինչ սկանդալի կարող է վերածվել։ Սա Սերժի թվերը չի, էլի, որ մարդուն կացնահարեն, հետո գնան հերոսի կոչում ստանան։ Իսկ բանը, մեր 4 գերիները, ովքեր որ վերադարձել են, իրենք ոչ մի պատիժ այստեղ չեն կրելու, այսինքն չեն եկել որպես իրենց ազատազրկումը այստեղ շարունակեն կրել։ Նրանք ազատ են արձակվել բացապես։ Բայց Սաթիկը սա համարում է անբարոյականություն։ Հիմա Սաթիկը հենց Սաթիկն է, ով օրը մեջ յուրաքանչյուր Աշոտ Աշոտյանին, Շարմազանովին, մյուսին ու իրար հետ նստում սկսում են լալայ լուլուй անել։ Հիմա
Եկեք գնանք Սաթիկի մտածել։ Սաթիկը ասելով, դա թևն է, հասկանում եք, այս լրատվական համակարգը, որը պատկանում է Սերժին ու Քոչարյանին եւ այլն եւ այլն։ Այսինքն սա անձի մասին չէ, էլի ընդհանրական մոտեցումը։ Դեմի, եկեք մի բան պատկերացնենք, թե ոնց է պատկերացնում ընդդիմությունը։ Այսինքն մեր պահվող անձիկ ընդհանրապես պիտի ազատ արձակվեին ու վերջ։ Դուք տենց եք պատկերացնում, ասենք երբ որ ասում եք վերադարձրեք մեր գերիներին, ասենք թե դուք եք իշխանություն։ Դուք ո՞նց եք վերադարձնելու։ Ասել եք Ալիև վերադարձում մեր գերիներին, Ալիև ասում, հա, մի րոպե, հեսա գնա վերադարձնեմ, ջան, Ալիև վերադարձներ, հա։ Այսպես եք պատկերացնում, ոչ բնականաբար, ճիշտ է։ Այո, երկու սիրիացիները վերադարձվել են Սիրիա, որպեսզի այնտեղ շարունակեն իրենց ծմա պատիժը բանտարկությունը։ Եվ երբ որ կներեք 44 օրյա պատերազմից հետո, երբ որ դրա մասին խոսում ենք, ասում ենք, այ մեր բանը, եթե ունենայինք նորմալ արտաքին հետախուզություն, ունենայինք ռազմետկա նորմալ, ունենայինք նորմալ SNN-ն, մենք էլ պատերազմին կունենայինք գերիներ, ինչ ավելի հեշտությամբ կփոխանակենք ու ավելի հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեինք, այդ ժամանակ դարձյալ սվիններով հարձակվում ենք ինձ վրա առանց լսելու թե ինչ եմ ասում։ Հասկանում եք։ Իսկ եթե օրինակ, եկեք վերցնենք այդ երկու սիրիացիները չունենանք, ինչ էր լինելու։ Դրանից առաջ տվեցինք որոշակի քարտեզներ, որոնք որ օրինամիրապատ տարածքի մասն էր, կիշե 25% ճշգրտությամբ, այդքան էլ ճիշտ չէր աշխատում, լավ չէր աշխատում, բայց կարողացանք դարձնել վերադարձնել գերիներ։ Այո, դա այդպես է տեղի ունենում։ Ինչի՞ց եք դժգոհ։ Սաթիկ, այդ հանրապետականներով ինչի՞ց եք դժգոհ։ Այսինքն, տեսեք, փոխանակ ուրախանակ, դուք ձեր ուրախությունը ոչ միտեղ չեմ տեսել։ Լավ կարող եք չուրախանալ, բայց գոնե ցույց չտալ, որ դուք ներվայնացած եք, էլի։ Գոնե դա ցույց չտալ, որովհետև մի կողմից, հա, մեկնաբանություններին անդրադառնանք նոր։ Մեկնաբանություններ կա։ Ստեղ ինչ էին ասում, ասում են Ալիևը դրանց վերադարձրել է, որովհետև հեսա ընտրությունները, որ ժողովուրդը Նիկոլին բանան է, տրամադրությունները փոխվի ու Նիկոլին էլի ընտրի։ Ալիևը իր լավ աղբորը ստե պատժշկայ անում, որպեսզի ընտրվի։ Սա հիվանդ մարդկանց երևակայություն, ասեմ, որովհետև եթե Ալիևը շատ էր ուզում Նիկոլը ընտրվի, նա պարզապես գերիներին չէր պայի ու մինչև 21 ընտրությունները բոլորին էլ ճամփած կլիներ տուն։ Սկսենք այստեղից, հա։ Սա մարդիկ, ովքեր որ չունեն հիշողություն ու իրանք մոռացել են, թե մենք ինչերի միջով ենք անցել։ Երկրորդ, ընդունենք այսպեսի մի հատ տարբերակ։ Չէր տալիս գերիներին։ Ինչ էր լինում։ Ընդդիմադիրները շարունակելու էին գոռալ, այ դուք չեք կարողանում վերադարձնել մեր գերիներին։ Չէ, այսինքն քաղաքականապես շահարկելու է, չէ՞ դա։ Ահա։ Հիմա վերադարձրել է։ Ինչը պիտի շահարկեք։ Հա, սրա համար է վերադարձել չհասկացանք։ Բայց ես ասվել է, որ գործընթացներ կան, պրոցեսներ կան։ Դուք 1000 անգամ ասել եք, 1000 անգամ այդ պատասխանը ստացել եք, որ բարդ է, դժվար է, որովհետև Ադրբեջանն էլ արդեն իր օրենքներով ճիշտ է, կեղծ դատավարություններով, բայց դրել է արդեն դատական վճիռներով բանա դրել, ու ինքը եթե վերադարձնում է, ինքն էլ որոշակի հատուկ որոշումներ պիտի ընդունի, հասկանում եք, իսկ ինչ պատասխան պիտի տա իր երկրում, ինչ պատասխան պիտի տա, ասենք այնտեղ ադրբեջանցիները եթե վեր կենան, նույն բանը իրենք սկսեն ասել ու շահարկել քաղաքականապես, դուք հասկանում եք, ինչ դժվար վիճակի մեջ եք դրել, թե գերիներին, թե քաղաքականապես նրանց վերադարձնելու հնարավորությունները, դուք դա չեք էլ հասկանում, որովհետև ձեզ մեծ հաշվով ոչ գերիներն են հետաքրքրել, ոչ գերիների կյանքն է հետաքրքրել, ոչ իրենց առողջական վիճակն է հետաքրքրել, ձեզ հետաքրքրելը ոնց կարելի է դրանից քաղաքական դիվիդենդ շահել, այս սա է ձեր կեղտոտության աստիճանը, ու այս կեղտոտ ձեռքերով, ոտքերով, բերանով, ամբողջ մարմնով ու հոգով դուք փորձում եք 26 թվականին ներկայանալ հանրությանը ու ասել, այ մեզ ձայն տվեք, որովհետև ֆլանը ֆստանը։ Բնականաբար չի հաջողվելու, չի ստացվելու։ Թե ինչի համար մնացածը կարող եք դուք անեք։ Հա, իմիջայլոց այստեղ մի հետաքրքիր բան ասեմ։ Դաշնակները չգիտեմ, դաշնակները տեղյակ են Սաթիկի այս հրապարակումից թե ոչ, բայց այսպեսի բան ասեմ, ուրեմն հենց այս պահին փորձ արվում Լիբանանում, Բեյրութում, հատկապես Վիգենի վերադարձը կապել դաշնակների ծանր աշխատանքեր, իբր դաշնակներ են տես տառապել, որ կարողացել են վերադարձնել։ Ու այնտեղ հրապարակումներ են անում եւ շնորհակալություն հայտնում Հակոբ Բագրատունյանին շնորհակալություններ են հայտնում եւ բարի գալուստ Վիգեն, Տարոսը բոլորին։ Սա չգիտեմ, երեսպաշտության շարքից է, ինչա, վարձկները տիկատար ընկեր Հակոբ, այսինքն դաշնակների մեջ ծախում են այն միտքը, որ այդ դաշնակները չլինեն, այս գերիները չէին վերադառնա։
Չէ, հասկանում ենք, որ Վիգենը այնտեղից է, բայց այսքան երեսպաշտ լինել չի կարելի։ Վիգենն այնտեղից է, Բագրատունյանն էլ կարողանում էր բերել, թող բերեր տաներ այնտեղ։ Ինչ են բա գալիս Հայաստան։ Հետո իհարկե ամեն մեկը ով ուզի կգնա իր հիմնական բնակության վայր։ Ինչի համար։ Բագրատունյանը тут при чем, դաշնակները тут при чем, կամ տանում էր վաղուց Վիգենին հանածքներ։ Վարգիֆին բա ով է բերել։ Օրինակ։ Դավիթին ով է բերել։ 4 հոգի են եկել միասին։ Դուք ասում եք Վիգենի մասով Բագրատունյանն է բան արել, Բագրատունյանի ամագնա, լավ, դա արա, ես չգիտեմ, էլի այսքան կարելի է, այսքան երեսպաշտ կարելի, այսքան զզվելի կարելի է լինել։ Ոչինչ, բառացիորեն ոչինչ դուք չեք արել։ Բացարձակ ոչինչ, ընդհակառակ, ես նոր շեշտեցի, թե իրականում ինչ եք արել, որքան եք խանգարել այդ պրոցեսներին իրականում։ Բայց արի ու տես, որ ապրի Հակոբ Բագրատունյանը բարի վերադարձ Վիգենին։ Չէ, չեմ զարմանում։ Նասա ջան, ես ասեմ, ես իմ զարմանալու ընդունակությունը վաղուց եմ կորցրել։ Ես պրոստը պարզապես ուզում եմ հասկանալ էլ ինչքան է մարդու լեզուն, հոգին, ապրելաձևը, սկզբունքայնությունը պատրաստ կեղտոտվելու, մենակ թե միտեղ անունը տան ու ինքը սենց մի հատ սենց լինի, էլի։ Չէ, սա ասեմ, ես Հակոբ Բագրատունյանը, ժողովուրդ ջան, ինքը այդ կողմերի, իրանց դաշնակցական բյուրոյի այդ կողմերի պատասխան անդամներից է, ու նաև պատգամավոր է այնտեղ։ Ու իբր Վիգենի մասով ինքն ամեն ինչ արել, որ վերադարձնեն։ Հասկանում եք, չէ՞։ Զզվելիության աստիճանը սրանց։ Դե եթե մարդիկ կան Հայաստանում ապրող, ովքեր ասում են, հա, էդի Ալիևը տվեց, որ դրանով ուզում էր պատզերշկաներ Նիկոլին, որ էլի 26-ին Նիկոլը ընտրվի։ Գիտեք, ինչ 26-ին Նիկոլը ընտրվելու է, կարեք մտ ջուր, սառը ջուր լցնեք ձեր վրա, հանգստանաք։ Իհարկե ես այդ քաղաքական բանի պրոցեսներին դժվար թե մասնակցեմ, բայց ընտրվելու է, հարցը դա չի, որովհետև այնքան լավ բաներ կա առջևում։ Իսկ կներեք, դուք 20 տարուց ավելի իշխանություն եք եղել։ Լավ իշխանություն լինեք, ոչ հեղաշրջում լիներ ձեր դեմ, ժողովուրդն էլ ձեզ ընտրեր։ Բա իհարկե, ո՞նց են ընտրում բա։ Ընտրում են ըստ աշխատածի։ Ըստ աշխատածի։ Այդպես չեն ընտրում։ Բանը, ճամփեն սարքված, հա, ճամփեկը սարքում են, որ վերընտրվեն։ Չսարքեն։ Այսինքն իշխանություն, որ ընտրվում են, դառնում են, ինչի համար են դառնում։ Ժողովրդին ծառայելու համար, ճիշտ է։ Եվ այո, առաջարկած ռազմավարական ծրագրերից առնվազն 80%-ը պիտի իրականություն դառնա, եթե ֆորս մաժորային իրավիճակներ չեն լինում։ Իմ կարծիքով իրենք իրենց ռազմավարական ծրագրի մոտ 80%-ը, հատկապես կարևորագույնները, իրականություն են դարձրել։ Այստեղ մեկը ես հետաքրքրված եմ, որպեսզի ընդդիմադիր դաշտը լավ ձևավորվի։ Ես լինելով իմ պետության քաղաքացին, ինձ համար խիստ անհրաժեշտություն է, որ ձեր նման ճորտերը ու ձեր նման հակապետական երևույթները ոչ մի կերպ ազգային ժողովի աստիճաններին չհայտնեն։ Ես սրա մասին խոսք եմ տվել ձեզ 5 տարի առաջ, 21 թվականի ընտրություններից հետո դեռ, ձեր պարապուրտի համար, որ տարի ու կեսով, 2 տարիով չէի գնում ազգային ժողով աշխատանքի դեռ։ Որ շատ ծանրագույն իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, ես հիշեցնեմ, ժողովուրդ ջան, ուսամ պետք է լուրջ մշտապես հիշելու հաշվի առնել այս հանգամանքը, որովհետև աշխարհի ոչ մի քաղաքակիրթ հանրություն դրա վրա աչք չի փակի։ Ծանրագույն իրավիճակում 21-22 թվականներին, անգամ երբ որ հարձակվում են մեզ վրա, Հայաստանի Հանրապետությունը լինելով պարլամենտական երկիր, դա նշանակում է, որ կարևորագույն օրենքները պարլամենտն է բանան։ Սրանք վարի են տալիս հանձնաժողովների ձևավորումը, հասկանում եք, որպեսզի հնարավորինս ազգային ժողովը չկարողանա ուշ մտնի աշխատանքային պրոցեսի մեջ։ Եվ հատկապես այդ ծանր իրավիճակում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մոտ տարի ու կես դուք ձգձգեցիք, որ չկայանա։ Այսա բոլորը միշտ պիտի հիշի։ Ցանկացած մեկը, որ պիտի սրանց զայտա, պիտի նախ դա հիշի։ Նախ եւ առաջ դա Հայաստանի մասին իբր մտածողներով եմ, որ դուրս առյուծ էիք ճղում, թույլ չէիք տալիս, որպեսզի այդ հանձնաժողովը ստեղծվի, որպեսզի մտնի բուն աշխատանքային պրոցեսի մեջ կարողանա օրենքներ մշակի, ընդունի, աշխատանքներ իրականացնի, որ օր առաջ մեր զինվորի, մեր ԱԱՑ-ի, մեր մյուս կառույցների, ուժային կառույցների, որոնցից կախված է Հայաստանի Հանրապետության թե արտաքին թե ներքին անվտանգությունը, կարողանա բնականon աշխատանքի մեջ շարունակի բարելավելով իր գործը առաջ գնա։
այլ սա եք դուք արել։ Ու ես այդ ժամանակներն եմ ասել, որ ես այս առաջիկա 5 տարիները նվիրելու եմ նրան, որպեսզի դու ձեր ոդը 26 թվականի ընտրություններին ազգային ժողովի աստիճանին չկպնի։ Ու ես 5 տարի իմ աշխատանքը արել եմ։ Շատերն են ասել, գնա շատ ես խոսում դրանցից, լավ, ձանձրացանք, հոգնեցինք, շատերն են ասել։ Ու շատերը հնարավոր է նաև դրա համար է, որ այդքան էլ չեն նայում հետաքրքրությունը կորցնում, բայց ես այդ աշխատանքը միջև վերջ անելու եմ, որովհետև ինձ ոչ թե լայքերն ու տարածումներն ու չգիտեմ ինչերն են պետք։ Եթե դա ինձ պետք լիներ, ես իմ դերասանի գործը կշարունակեի։ Ես որպես դերասան շատ ավելի ճանաչած ու հարվածեի, քան այս ամեն ինչի մեջ։ Բայց դա եղել է իմ սկզբունքայնությունը, ու մինչև վերջ ես եկել եմ։ Ու 26-ին դեռ ժամանակ կա։ Իսկ դուք այդ ամեն ինչ համար դեռ ներողություն չեք ասել։ Եվ ցանկացած քաղաքացի, այո, այս հանգամանքները պիտի հաշվի առնի։ Անկախ նրանից, ում արգումենտ չէ։ Իսկ ազգային ժողովում մենք պիտի ունենանք կառուցողական ընդդիմություն եւ ժողովրդավար կարևորը։ Ցանկացած կուսակցությունների ցանկերը պիտի դնենք, նայեք, սրանցից որն է ժողովրդավար ու պատասխանատվության զգացումով։ Հասկանում եք, իհարկե նրանք փորձելու են նույնացնել բոլոր ժողովրդավար ուժերին, ասեն այդ սաղ Նիկոլի ուժերն են մի բան, ասեն բաները փորձելու անել։ Դա պիտի հաշվի չառնվի։ Մենք կարող ենք ունենալ այնպիսի ընդդիմություն, իսկ ընդդիմությունը այն չէ, որ հենց քրֆի կապի չգիտեմ ինչ անի։ Ոչ, մենք այն ժողովուրդն, որ վաղուց վաստակել ենք ազգային ժողովում նորմալ քաղաքական քննարկումներ տեսնելու։ Մենք այն ժողովուրդն ենք, որ վաղուց վաստակել է, որ տեսնի, որ օրինակ իշխանությունը ընդդիմությանը լսում է, ընդունում է նրանց առաջարկները, կամ ընդդիմությունն իշխանությանը այս ինչ հարցով լսում ու ընդունում առաջարկները։ Ոչ ասած չոր պրինցիպ sense, չէ, այդպես չի։ Հայաստանի Հանրապետությունը մեծ կրակից է պրծել, որ մենակ դա բավական է։ Ու այդ դինամիկը, դուք գիտեք, երբ որ Նիկոլը ասես բանը, Ղարաբաղը թոք է եղել, այսինքն այդպես է այդ բանով էլի, ասենք այդ բանակցային գործընթացները բանման, դարձել են Հայաստանի վզին պարան, որը ամեն օրով ձգվել ու խեղդել է։ Սա է իմաստը, էլի, ոչ թե Ղարաբաղից ուզում ենք պրծնենք։ Չէ, բնականաբար ոչ մի առաջնորդ չի, ղեկավար չի ցանդել տենց արտահայտություն անի։ Իհարկե նրանք փորձում են անընդհատ տենց ձևակերպել, բայց այդ Սաթիկ Սերյանյաններն են դա բարձրացրեք մի կողմ։ Հիմի 21 թվականին դրա համար են բոլորը դուրս պրծել, որովհետև վերջապես հասկացան, որ Ղարաբաղից պրծնում են ոնց որ։ Պրծացի հաշիվա։ Մնում է Հայաստանը պրծեցնեն։ Ու Հայաստանը ոնց պիտի պրծեցնեն Ռուսաստանով։ Այսքան բան։ Ու հիմա տեսնում ենք Քոչարյան Ռուբերտ իր պաշտոնական էջում հրապարակում կա Սալավյովի հայ արտահայտությանը։ Ուրիշ հատ առավոտի Ցիրիկոն Սալավյով ու Զախարովը է ցիտում։ Առավոտի Ցիրիկոն, որ մամուլի ասուլիսին գնում է Զախարովը Սալավյով, Զախարովը նայում ես մեկին մեկ դնում ես չես հասկանում։ Եթե բանը ձեները փոխես եւ լեզուն երկուսն էլ կամ ռուսերեն կամ հայերեն դարձած չես հասկանա։ Էսի Սալավյովն է խոսացել թե Ռոբերտ Քոչարյանը կամ հակառակը։ Հասկանում եք։ Մի հատ հայտարարություն արել է, ոչ։ Սերժ Սարգսյանը մի հատ հայտարարություն արել է 7 ժամ 9-ի մի տաղավարում նստած է։ Մի հատ հայտարարություն պաշտոնական քոեջով արել ես դու արա, չես արել։ Ու չեք էլ անելու, որովհետև դուք ճորտերն եք։ Ճորտերը եւ հակապետական, հակահայաստանյան տարրերը։ Դուք Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր առնչություն չեք ունեցել երբեք։ Ձեզ ուղարկել են, պահել են այստեղ Հայաստանի դեմ գործելու համար, այլ երկրի շահերի օգտին գործելու համար։ Այսքան բան։ Ու այո, ցավոք սրտի ինչ որ մի բան մեր ցավերի վրա սկսեցիք մեր դեմ գործել։ Երաբլուր շեշտելով, ծնողներին մանիպուլացնելով, մեր ցավը խորացնելով, մահվան մունետիկի դեր կատարելով։ Ինչ որ բան չափազանցում եմ, կարծիքով ոչ, ընդհանրապես շատ համեստ բնութագրում եմ անում հիմա։ Շատ համեստ։ Մարդը այսօր պրյամա ասում է, երկրի ղեկավար, նայեք, Գաչունի է Փաշինյանն է եկալ, թե ով, առասարակ երկրի ղեկավարի խոսքը, ասեք, երկրի ղեկավարի խոսքը, չի կարենք այնպեսի մի բան ասի, որ թույլ տա, որ միջազգային սկանդալ դառնա, հասկանում եք, երկրի ղեկավար, մի հատ երկրի ղեկավար, պատկերացրեք, նստած, ով ուչի ընդունեք, չեք ընդունի, նստած sense անում, ասում ախպեր ջան, դու իհարկե շատ է ասել, այսօր թարմացես բոլորի ժողովությունը, $100 միլիոն տվել ենք, որ զենք վերցնենք, փողը վերցրել, զենքը չեն տվել արա։ Մեր գործընկեր Ռուսաստանը փողը վերցրել, զենքը չի տվել։ Այս ժամանակ է որ մեզ օդու ջրի պես է պետք եղել, պաշտպանվելու համար զենք է պետք եղել։ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա են արդեն մտնում են։ Փողը վերցրել չի տալիս։ Ինչու՞ չես տալի։ Դե գիտես ես է խնդիրներ ունեմ։ Ես խնդիրներ ունեի փողը չվերցնեի արա։ Հասկանում եք։ Ու սրանց դեռ ես այս 26-ի ընտրություններից 10 օր առաջվանից այնքան բան եմ սաղին հիշեցնելու։ Ու տեսնենք քաղաքացիներից ովքեր թքած ունեն այդ process-ների վրա։ Ու կգնան դրանց ձեն տալու։ Ձեն տալուց հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի չլիներ հիմա։ Չլիներ, որովհետև Ռուսաստանի Դաշնության բանը նպատակները այլ են, ահա 9-րդ կետը ինչ եղավ, նստած մինչև վերջերս 9-րդ կետը եք սղացնում, ճնշումներ եք գործադրում, թե ազգային ժողովում, թե ակցիաների ժամանակ, ուր են Վազգեն Սրբազան կոչեցյալ են Բագրատը Բիչինայի։ Բոլորովդ 9-րդ կետ եք պարտադրել պետությանը։ 9-րդ կետը ինչի մասին է։ Ուզում եք անպայման Հայաստանից
բանը սուվերեն տարածք կատարվել ու բան լիներ միջած դառնա որպեսզի ռուսներ գանցներ FSB-ով ինքը իրականացրել են գործառույթները, որը հիմա մերոնք են իրականացնելու, սա է եղել ձեր ուղղվածը։ Դեռ մի բան էլ Վաշինգտոնից հետո դրել եք փորձում եք բաներ տանել, զուգահեռներ, ու ասում եք սա вообще կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Նոյեմբերի 9-ը դեռ այդքան էլ կապիտուլյացիոն չէ։ Սա երկրորդ կապիտուլյացիա է։ Այն Օսկանյան, ով չանարեց օգոստոսի 8-ը, ոնց ասած որակեց։ Ինչա հակառուսական էր եւ հայամետ էր։ Ամենակարևորը Հայաստանը մետ էր։ Այստեղ ինֆարկտը արեն եղել, որովհետև հասկանում եմ, որ Հայաստանը դառնում է լրջագույն գործոն։ Ելով կարա Հայաստանին ինչքան գործոնա դառնում, այնքան դժվար է, չէ՞, պայել ազդեցության տակ։ Այնտեղից է շեֆը սխվում, հարասմա գործ արեք։ Բայց սրանք ինչ պիտի անեն, պիտի դուրս գան հակապետական ճառեր կարդային։ Այսօրվա դրությամբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ Զանգեզուրի միջանց կոչվածը, որ պիտի լիներ ռուսների վերահսկողության տակ, այնպես ինչպես Լաչին էին միջալոց, որը շատ արագ բնապահպաններով փակեցին ռուսների, ցապ տունը չէ, պայմանավորվածություն ունեն, որտեղից ելն է։ Իհարկե արցախցիները մի մասը դա մոռացել են ու փորձում են դեռևս իրենց էշեկցել, ոչինչ, կհիշացնենք, ժամանակը դա ամեն ինչներ կհիշացնենք։ Այսօրվա դրությամբ լրվել են ոնց թե արա, ոնց Հայաստանի ինքնիշխանության տակ է մնում, ոնց թե Հայաստանի բաները պետական մարմիններն են կառավարելու, են անելու, ոնց թե այսքան փող է գալու։ Ռուսաստանը կներեք, էլի ասենք թե ամենալավագույն սցենարով Ռուսաստանն էր այնտեղ կանում, այս նույն պայմանագրով չնայած այդպես բան չկար։ Ինչ Ռուսաստանը մինչև այսօր իր բաներից ինչ հարկերա ձեզ մուծել։ Օրինակ երկաթ գծից պետությունը ինչ օգուտ ունի։ Ինչ օգուտ ունի։ Գազպրոմից ինչ օգուտ ունի կարա։ Իմիջիալից այսօր մեր քաղաքացիներից մեկը այնքան լավ բան ասեց։ Ես երևի ժամանակ չէր եղել, ամեն դեպքում մտքովս չէր անցել այդ բանը։ Ուրեմն անունը երևի չասեմ, կամ լավ անունը Դավիթ է։ Ուրեմն ինչ ասում, ասում բարև ձեզ։ Կարող է մի թեթևել անդրադառնանք բենզինին։ Այսինքն ստացվում է, որ Սերժի կալոնքեքը այսքան ժամանակ ձև ունեին էժանացնելու, դիտավորյալ թանկ էին վաճառում։ Ժողովրդի կաշին քիչ էին կերտել, սպասեցին ադրբեջանականը գա, որ խելոք էժանացնեն։ Դες մարդը ճիշտ հարց է տալիս, մի րոպե։ Եթե ադրբեջանական բենզինը հիմա գալիս է, ու էժանացրել է, ադրբեջանական բենզինը էժանա։ Մեկ էլ այնպես բենզինի գներն էլ է էժանանում, որը որ ադրբեջանական չի։ Էժանանա որ մրցունակ մնացրել։ Արա փաստորեն դուք կարեք այդ էժանը ծախեք, դուք գերշահույթ կա այստեղ։ Բայց այստեղ համապատասխան մարմիններ կան, բան չեն ուզում ասեն։ Կամ այս բուկո բորանի պատճառով է երևի ինչ այն չի, գազը էլի թանկացավ, որ խոսքը մեթանի մասին է։ Էլի թանկացավ 230 դրամ է։ Ինչի համար։ Որ արդյունքս ասում է գազը բանը, ճամփեկը փակա դրան։ Ակներ փակա, փակի դու գազ ունես վաճառքում։ Այսքանով ես արել, այսքանով պիտի ծախես։ Դու վերջանակը փակես կգնաս դու մինչև էնի կգա, որ թանկես դրել ինչ մարդը չեն առնում։ Սա առհասարակ այս ամեն ինչը միշտ մատերի արանքով է նայվում։ Եվ այստեղ եթե չեմ սխալվում, ոցը բան ունի անելու։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, չգիտեմ, անկես չգիտեմ։ Կճշտեմ ու առանձին եթե անպայման կնվիրեմ իրենց։ Ինչով ասես վարչապետը չլսեցի։ Չէ, Նասա ջան, դա նորմալ չի։ Ես քեզ կարող եմ ցույց տալ աշխարհի շատ երկրներում ինչեն են վերջանալու վրա եղել ու մեկը չեն թանկացել։ Չեն թանկացել, որովհետև ինքը բերել է օրինակ 100 դրամով, պիտի ծախի 120 դրամով, չէ։ Միշտ բերել է 100-ով, ծախում է միշտ 120-ով։ Ու ինքը չպիտի ծախի թանկ, այսինքն շուկայում պիտի բան չառաջացնի։ Եթե ինքը էլ չի կարող բերի, դա չի արդարացնում, այս 120-ը թանկացնելը չի արդարացնում, որովհետև ինքը բերել է 100-ով։ Այնպես չի որ չի եղել, ուրիշ տեղից 120-ով աճարել, հիմա 150-ով է ծախում, չէ, այդպես չի։ Այնա որ ժողովուրդը իսկ բենզինի մասով էդի 100% էլի։ Բա որտեղ ունեիք էժանացնել։ Դե մենակ չասեք սկսեցինք մենք էլ ընդեղից էժան բերել, որովհետև այդ բանադարում ստացվում է որ վարչապետը կարացել է ինձանի որ համատարած այդ մասով էժանություն լինի։ Ձեզ մցրել սկսել է աշխատացնել, տենց է ստացվում։ Կներեք ժողովուրդ ջան, մի հատ ստեղ։ Հա, ես սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։ Ուրեմն, քանի կար ասում էին ոտնց հետ հայացք անդրադարձ անենք, էլի։ Որ բանը, Նիկոլն ասեց բանը Արցախ Հայաստանի եւ վերջ դրա համար սրանք հարցակցություն։ Իհարկե, մինչեւ հիմա են իրանք Ադրբեջանի արյունոտ ձեռքերը փորձում լվանալ Ալիևի եւ
բոլոր մեղքերը բարդում են Հայաստանի իշխանությունների վրա, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չի եղել բարձում։ Բայց ես հիշեցնեմ, այ այսպեսի մի բան կար ազգային ժողովում, ես սա առանձնացրել եմ, հիմա ես ուզում եմ դնեմ դուք մի հատ հիշեք, էլի։ 98 թվականին դեռևս Ռոբերտ Քոչարյանը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Իհարկե դրանից հետո ինքը պիտի հակառակ կարծիք ունենար, բայց 98 թվականին խնդրեմ այստեղ մեր падգամավորը ձայնագրությունը դրած տվյալ նույթի Հայաստանը եւ վերջ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Գարից նիստի հաջորդ օրը 1998 թվականի մարտի 7-ին երիտասարդության հետ հանդիպման ասելա հիմա հովո անունով մի հատ ոմն անձնավորություն ասում է Նիկոլա Զավրտավան հովո քեզ խորհուրդ կտամ խելոք քեզ որովհետեւ իմ դիրքերն էցա որ հիմա ոնց քեզ ուզեմ կլացածեմ դու միջև տառավակես բլոկեմ հասկանում ես արի դու խելոք մնա բայց դու կարաս ասած հիմա ես մի բան գրես մեր գերիները որ վերադարձել են ում համար գնա Սատիկ Սերյանն ասելա պիտի չգային Դու համաձայն ես դրա հետ թե չէ Դու այս իմ բերած օրինակի հետ համաձայն ես թե չէ Մենք հələ կոմենտ հələ կոնա քեզ ո՞վ խոսա Առանց վիրավորանքի կարում ես խոսած վիրավորելը միշտ ունենք Դու համաձայն ես նոյեմբերի 9-ով բանը Սյունիքի Միջանցքի կետին համաձայն ես թե չէ Ասա հա թե չէ հազարատ հարց կա քեզ տալու ես ինձ ասել գնալով չի Մնաստեղ հարցերի պատասխանի ու լսի ես քեզ ինչ եմ ասելու Լսի որ սովորես կամ կգնաս Սատիկի մոտ ով այնքան էլ ուրախ չես պրոցեսներով Ուրեմն Քոչարյանը 98 թվականին ասում է Հիմի հարց բա Ալիևը քիչ չի հարցակվում Ադրբեջանը քիչ չի հարցակվում Ասեմ պատրաստ չէր կա դրա պատճառը դրանից հետո սկսում է մեր ռազմական բալանսի խախտումը Քոչարյանի կառավարման տարիներին ու Ադրբեջանը սկսում է զինվել լցնել բանակն ու լցնել դա լցնում է որպեսզի ռազմական ճանապարհով հարցը լուծի Գալիս է ժամանակը ու հարցը լուծում է անկախ նրանից թե արդեն ով ինչա ասում Չնայած սրանից հետո որևիցե մեկը որ մի բան կասի այս տեսանյութը ցույց տվեք Ինքը սիրում է չէ փիլիսոփայել նստած բերանը ծռելով բան անել Զինվում էր 20 տարի մեր գեներալներն էլ ասում էին դրոնը ակտուալ զենք չի ոչ միայն ակտուալ զենք չի նայ Հայկ ջան ասեմ ավելին նախ Սերյան Օհանյանը ով հանդիսանում պաշտպանության նախարարը Դրոնին ցիտիկներ էր անվանում, այդ ցիտիկներն ինչ են դրանք sense բան ես իմ իշխանին կգնա, սա մեկ, երկրորդ Այս երկրորդից քչերն են տեղյակ, ես 1-2 անգամ եթերով ասել եմ Ուրեմն, դեռևս 2001-2 թվականներին, այդ դրոնները մենք նոր ենք, չէ՞ տեսնում, մենք գիտենք թազա բանը, բայց դա թազա բան չի 2001-2 թվականներին Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել են բան մոդել դրոնների, անօթաչու թռչող սարքերի, որ Հայաստանում Կարող եմ մոտավոր տեղն էլ ասեմ, այն ստրեչի մոստով, որ անցնում եք երրորդ մասից գնալուց դեպի, որ պիտի Արցախի փողոց դուրս գաս։ Աչի վրա այն ժամանակ մեծ գործարաններ կան։ Այն հենց այնտեղ մի անկյունի վրա, որ սաղ արդեն թալանած ծախացել, այդ մի անկյունը մի կերպ պահում էին, ուրեմն այդտեղ դեռ կային մարդիկ, ովքեր որ որոշ գործեր էին անում։ Մոտ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել են մոդել, անօթաչու թռչող սարքի, ու ասել են, որ սա կարող ենք այստեղ արտադրել։ Հայկ ջան Կարաս ասես ինչ է լինում հետո Ասեմ Քոչարյանը հենց այդ մի հատվածը որ մնացել էր դա նույնպես փակել է տալիս իսկ այդ մոդելը առաջարկողներն էլ կարծում եմ այստեղ չեն մաղուց Շատ հնարավոր է իրանք արտերկրում ուրիշ երկրների համար այդ գիտնական մարդիկ են ուրիշ բան են անում Չգիտեմ ուր են Բայց Քոչարյանը չէ ասել է իրանց չէ Բայց արհեստական խնդիրներ է ստեղծել, ինչա փագել է տվել այդ տարածքը։ Քոչարյանը ծախել է այդ մոդելը։ Հնարավոր է։ Հասկանում եք։ Ահա թե ով նա եղել։ Որովհետև եթե Հայաստանը գնար ուժեղանալու ճանապարհով, ասենք Ռուսաստանի ազդեցության մասով, կախվածությունը քիչ կլիներ։ Հիմա ինչ է Ռուսաստանը գժված, ինչ է 5-րդ շարժությունը ասած գժված։ Այս դրա համար, որովհետև Հայաստանը ուժեղանում ու դառնում է միջազգային գործոն սուբյեկտ։ Նա աշխարհին բաներ առաջարկում, աշխարհն էլ ընդունում է։ Հիմի, օրինակ, բանը չէ, սամիթը որ կա, բանը, այս Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան, եթե չեմ սխալվում, Ադրբեջանը միացավ, ստեղծում են այդպես մի հատ միջինասիական լրջագույն բան, ասենք կառույց, այսինքն ինքը կար, բայց ավելի գործուն քայլերի են սկսում անցնել
Ու այս կառույցին միացավ նաև Ադրբեջանը, ընդհանուր տնտեսական գոտիով, պաշտպանական բաներով, համակարգերով եւ այլն եւ այլն։ Այսինքն մի քանի տարուց մենք այդտեղ տեսնելու ենք ուժ եւ ընկալելու ենք դա որպես հերթական վտանգ։ Իզուր չէ, Սալավյովը Ղազախստան ու Հայաստան ասում, ձեզ ասեմ։ Մենք դա ընկալելու ենք վտանգ ու ասենք բախի ժամանակին չենք պատրաստվել։ Իսկ ո՞նց են պատրաստվում։ Պատրաստվելը մենակ զենքով չի։ Պատրաստվել է շահեկան դիրք զբաղեցնելն է, որ քո մոտ ոչ մի մեկի մտքով չանցնի, քեզ հարվածի։ Որովհետև քո լինելը բոլորին պիտի շահեկան լինի։ Օրինակ, շատեր օրինակ են, չէ՞, բերում ասում են, այս Շվեյցարիայի նման չեզոք երկիր լինենք, էլի։ Շվեյցարիան ո՞նց է դրան հասել։ Շվեյցարիան այդ մոդելը ստեղծել, որ բոլորին հարմար է ինքը։ Իրա լինելը բոլորին հարմար է։ Իրա չլինելը ոչ մեկին պետք չի։ Հասկանում եք։ Հիմա Հայաստանը չունի այնպիսի հարստություններ ու այնպիսի քանակով, որ աշխարհին դնի որոշակի կախվածության մեջ։ Հա, մենք հարստություններ ունենք, բայց դա այն պահանջարկը, այն կենսական նշանակության բաները չեն, որ բան անենք, հա, mēs կախվածության մեջ չենք տարածենք որևիցե մեկին մեզնից, էլի։ Մենք չունենք ելք դեպի ծով։ Էսի մասով էլ ոնց որ խառը պատմությունը ու աշխարհին ինչ առաջարկենք, լավ, ինչ առաջարկենք, որպեսզի կարողանանք մեր պետությունը, պետականությունը պահպանել։ Եվ սա հիանալի հաշվարկել էին ռուսներն էլ, այլ Լուկաշենկոն որ ասում էր Հայաստանը ումա պետ, իր ասացի մեջ այս մասը որոշակի կներեք, ես նայում չեմ արտանում, սրիկայի ծնունդա ու չի կարասի թե ով ումա պետք ում, չէ։ Այդ ձևակերպումը դնենք մի կողմ, բայց ընդհանուր առմամբ այն բանը կա, որ այդ կարծրատիպը ձևավորվել է հենց այդպես, որ Հայաստանում ոչ մի բան չկա։ Ում ինչին ապեր, ով պիտի վտանգի իրեն, ով այդտեղ պիտի ներդրումներ անի, անո կգնա Ադրբեջանում կանի, հա, մեծ խաղացողները Իրանի հետ իրենց հարցերը կլուծեն կամ Թուրքիայի։ Ու այստեղ Հայաստանը կարողացավ, այս շատ կարճ, այս 5 տարի շատ կարճ սռոք է, որ հնարավոր եղավ այս ամեն ինչից դուրս գալ։ Հասկանում եք, ընդ որում ոչ այնքան բանով էլ շատ դժվարությամբ ենք դուրս եկել ու հələ կա շատ անելիքներ կան։ Հասկանում եք, մենք կանգնած ենք եղել մի իրավիճակում, երբ մեր պետությունը Աշան տերևի նման ծառից կախված է եղել, ուղիղ 5 տարի անց մենք այստեղ ունենք թրիփ նախաձեռնությունը, մեր պետության սահմաններին տարուկեսից ավելա ոչ մի կրակոց չկա, մեզ հաշվի են առնում աշխարհի լրջագույն խաղացողները, առաջարկ են անում ներդրումային ծրագրերին, մենք կարողանում ենք աշխարհի տարբեր երկրներից զենք գնել, ինչը երբեք չենք կարողացել, մենք կարողանում ենք բիզնես մոդելներ առաջարկել, ընդհանուր լինել աշխարհում կապող օղակ բոլոր բևեռների միջև։ Սա 5 տարում որևիցե քաղաքական թիմ կարող էր անել։ Գումարած սրան։ Տեսեք, այս վերջերս շատ քիչ են խոսում ցավոք սրտի, բայց պետք է դրան անդրադառնալ։ Այս առողջապահության բանը, ապահովագրությունը։ Սա մի հսկայական մեխանիզմ է, բայց լավ, եկեք այս մեխանիզմի մասին ու պոլիկլինիկայում էլ որոշակի խնդիրներ կան, որոնք ժամանակավոր են, այս համբերություն եմ էլի ցանկանում մեր տարեցներին, հատկապես թոշակառուներին, ժողովուրդ ջան, լավ է լինելու, եկեք դրա մասին փորձենք վաղը խոսենք ամեն դեպքում, որովհետև չեմ ուզում կիսատ պռած ստացվի, էլի։ Վերադառնալով թրիփ նախագծին եւ առհասարակ խաղաղության խաչմերուկին, թրիփ նախագիծը խաղաղության խաչմերուկի մի մասն է, բայց չափազանց կարևորագույն մասն է։ Ու սա իր հետ բերում է թե բիզնես ներդրումներ, թե բերում է նոր հնարավորություններ, բացի այն ինչ որ ինքը կա։ Դրանով իսկ արդեն բերում է նաև անվտանգություն։ Սրանք ինչ էին ասում են, այս Ամերիկան իր այդ 75%-ը կտա թուրքերին, Ամերիկան դրա համար է մտել, որ հեսա վերցնի տա թուրքերին, թուրքերը գա Սյունիքում նստեն։ Պատկերացնում եք, ամեն ինչում թուրք բառը օգտագործում են, որ մեզ ներվայնացնեն։ Էլի են օգտագործելու, դեռ այնքան են օգտագործելու ժողովուրդ, որովհետև իրանք առանց թուրքի ապրել չեն կարող։ Իրանք այդքան որ ասում են, այդ ասում են, որովհետև թուրք բառից կախվածություն ունեն։ Հասկանում եք, որովհետև իրանք եթե իրանք խոսույթից հանես թուրք բառը, ուրիշ խոսելիք չունեն։ Ոչ մի բան չկա։ Այս 5 տարի է արդեն։ Որևիցե մեկը, ովքեր որ քննադատել են, բան են արել, նորմալ է, թող քննադատեն, բայց որևիցե մեկը առաջարկ չի ներկայացրել։ Չի ասել, իսկ ինչ։ Լավ, այս ինչ բանը քննադատում ես, օքեյ, որն է քո առաջարկը։ Եթե իսկապես դու պետության մասին մտածում ես ու տես քաշով մեկն ես, դու պիտի որ այդ ես կարամ ես քաղաքացի եմ նստեմ երկու բառ լավ ես ասեմ քննադատեմ եմ առաջարկեմ չանեմ որովհետև ես քաղաքացի եմ ես այդ մասնագետը չեմ ես ասեմ ախպեր չեմ լավ չէ ես ինչ բանը ու վերջ չեմ էլ ուզում հասկանամ դու ես մեր բացատրի չէ ասենք բայց երբ որ դու նույնպես քաղաքական թիմ ես ու մյուս քաղաքական թիմի արածը քննադատում ես ուրեմն դու պիտի ասես թե դու քո քաղաքական թիմը ինչպես է դիտարկում դուք ինչ կանեիք Ինչ առաջարկ ունես, այս պարագայում այդպես պիտի լիներ։
Չէ, ախպեր ջան։ Օ, ինչ առաջարկ է ներկայացվել, Արման ջան։ Խնդրում եմ ինձ ասա, որ թեմայով ինչ առաջարկ է ներկայացվել։ Առաջարկ թե ներկայացող եղել է, էլի մենք ենք եղել, ախպեր ջան։ Ինչ օրինակ ընդդիմությունը, ինչ առաջարկ է ներկայացվել։ Խնդրեմ գրես, ես կարդամ, էլի մի հատ։ Ինձ հետաքրքիր է։ Այս ժողովուրդ կարող է հանդիպել է, խնդրել է, ասել է, խնդրում եմ գնա հանգստի խեք, վաղը մտածում, վատը մտածում մանրամասներ կան, ինչի հետ կապված։ Այդ խաղաղության խաչմերուկ կոչված թեմայով։ Հա, ինչ առաջարկ։ Ես որքան հետևել եմ Արման ջան, նրանք ոչ միայն առաջարկ չեն ներկայացրել, ասեմ ավելի, նրանք մերժել են դա։ Մերժել են։ Մերժել են հենց այնքանով, որ իրանք նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կողմնակից էին, որպեսզի այնտեղ լինի ռուսական FSB։ Մոսկվայում փոխեք շտաբ դեսպանին, թշնամի է, ոչ մեկ չի աշխատում, մուտիտ են անում։ Ինչ է ներկայացնում, Արման ջան, եթե լավ չեմ հասկացել, օքեյ։ Ասա, հասկանում։ Հայաստանում ընդդիմություն չկա։ Կա, բայց իրենք արտախորհրդարանական են։ Ես օրինակ կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցությունը, Արամ Սարգսյանի, Բաբաջանյանի կուսակցությունը հիանալի ընդդիմություն կարող են լինել ազգային ժողովում։ Հիանալի։ Այո, նրանք շատ հարցերում սատարել են իշխանությանը, բայց սատարել են հենց կակրած անվտանգային հարցերում, երբ որ մեր պետությունը անվտանգային խնդիրներ ուներ։ Բա ինչ պիտի անեն։ Այ հենց այդտեղ է երևում իսկական ընդդիմությունը, ով պետությունն ու իշխանությունը չի խառնում իրար։ Այսինքն եթե իշխանության հետ ինքը օպոնենտ է, պետության հետ ինքը օպոնենտ չի։ Պետությունը բոլորինն է, ու եթե կա խնդիր, բոլորով պիտի դառնան մի օրգանիզմ, մի մարմին։ Այդ իմաստով սատարել են բավականին, չնայած շատ բավականին քաղաքական լեզվով էլ հիմնականում հենց քննադատել են։ Պարզապես, քանի որ մենք սովոր ենք քննադատությունը, որպեսզի պիտի լինի բան, էլի հայհոյախառն լեքսիկոնով, որովհետեւ այս մոդա մցրեց հանրապետ Սերժ Սարգսյանը, էլի իր դոգով, մոգով, դոգը դե Սերժինն է, չէ՞։ Այն մյուս լենգուլավազներով այդ մոդան մցրեց, էլի դե մոռում էր մարդը, սիրտը պայթում էր, պիտի մեկը իր տեղը քրտել թե չէ։ Դրա համար մենք անցալում ենք քննադատությունը իրար միսուտ է։ Քննադատությունը հակադրվելն ու այլ տիրույթ, այլ դաշտ բացելն է, որպեսզի գտնեն ընդհանուր մեկ պետքական միտք։ Շիրինյանը նույնպես, այո։ Հարություն Մկրտչյանին ես Հարություն Մկրտչյանի մասին ինչ կասեք, կարծիքի եք։ Ինչ կարծիքի պիտի ունեմ, շատ լավ կարծիքի է, ասեմ ավելին, նա նույնպես երբեմն չէ, լավ էլ հաճախ բավականին սուր էլ քննադատում իշխանություններին այս կամ այն հարցով։ Եվ երևի թե ամենամոտիկն էլ իմ ձևակերպմանը, որ ընդդիմություն քննադատելուց քննադատում է, բայց երբ որ անվտանգային խնդիրներ են առաջանում, այո, կարողանում են նաև աջակցել։ Այ հենց կակրած այդ իմաստով ես Հարությունին Մկրտչյան շատ հարգում եմ, չափազանց շատ հարգում եմ։ Կան մարդիկ, ում նույնպես կցանկանայի տեսնել ազգային ժողովում, հետաքրքիր կստացվեր իմ կարծիքով, օրինակ շատ կուզեի Ստեփան Սաֆարյանին տեսնել ազգային ժողովում։ Ընդ որում կուզեի տեսնել ընդդիմադիրների շարքում։ Ու ես պատկերացնում եմ, հավատում եմ, որ կարող է այդպես լինել։ Շատ կուզեի տեսնել այնտեղ Խուշուջյանին, բայց չգիտեմ, իրենք մասնակցելու են ընտրություններին որևիցե ձևաչափով, իրենք լինելու են որևիցե կուսակցությունում կամ թիմում, սա իսկապես տեղեկություն չունեմ, ու այդպես կարող եմ իհարկե զանգել հարցնել, բայց կարծում եմ հիմա այս շրջանում այդ հարցերը տալը լավ չի, եւ մի քիչ այնց կիրթ չի, էլի, ասենք լավ բան չի էդի, էլի։ Իրենք իրենց պլանների մասին հրապարակել ինչ է։ Ինքս ասեմ, ինձ իմ մասով էլ կան խոսակցություններ, անուն անկեղծության ասեմ, կան խոսակցություններ, զրույցներ, բայց ես դրանք դեռ չեմ մատերիալիզացրել ու այնպես մի քիչ մի խոսքով դրա մասին էլի առանձին մի օր կխոսենք։ Շատերն են ասում, իմ միջավայրից են, շատերը ոչ միայն ասում են, նաև պարտադրում, բայց առայժմ տենց ես չեմ ուզում ստացվի նենց, որ այս ամեն ինչ անում էի, որպես ինչ-որ մի օր գնայի պատգամավորական մանդատի հետևություն։ Բայց իհարկե, եթե լիներ ավելի լավ, ես կարողանայի մասսայական կազմակերպության եւ մեր ժողովրդին ավելի լավ ծառայել, բայց առայժմ տենց խոսակցությունների մակարդակի է, ժամանակից առաջ չեմ ընկնի։ Իսկ որ Արամ Սարգսյանը խոնարհվեց կտրիճին ու ասում է նույնիսկ համբուրել է աչքեր, ինչ կարծիքի եք։
Ռոմիկ Մխիթարյանը ինչ կասեր։ Ռոմիկ Մխիթարյանը չգիտեմ ինչ կասեր, վստահաբար Ռոմիկ Մխիթարյանը շատ համառոտ իրեն հատուկ ձևով շատ կարճ ու շատ կոնկրետ կներկայացներ, բայց Ռոմիկի հետ չեմ խոսել, այո, նա աչահամբուրել է, այդ վիդեոները կան, բայց ասեմ, չմտածեք արդարացնելու համար կամ չարդարացնելու, մեղադրելու, չէ, այստեղ ոչ մեղադրելու բան կա, ոչ արդարացնելու։ Չէ՞ որ ամեն մեկը իր հերթին նաև ունի բացի այն ինչ որ կատարվում է քաղաքական դաշտում, կատարվում է երկրում, բացի այդ ամեն ինչ ամեն մեկը ունի նաև իր անձնական հարաբերությունները։ Հիմա Արամ Սարգսյանի պարագայում նրա դիրքը մոտավորապես միշտ այսպեսին է եղել՝ խաղաղացնել, հաշտեցնել։ Արամ Սարգսյանը առհասարակ այդքան էլ չի սիրում, երբ որ գնում է ուղիղ ընդհանուր միջով ատելության հասնող բաներ, էլի։ Ու անգամ իր պարագայում, եթե ուշադիր լինեք իր ելույթները, անգամ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելուց, Սերժ Սարգսյանի մասին խոսելուց, որ կարողա ունենալ անձնական գեներացված ատելություն, նա փորձում է հնարավորինս քաղաքավարի լինել այդ առումով։ Իհարկե կքննադատի, ես էլ կասի, այն էլ կասի, մի քիչ կմծիծաղի, բայց ընդհանուր առմամբ ինքը այդ կողմից ավելի զուսպ է արտահայտվում։ Ինչ վերաբերում է այս պարագայում, տեսեք, մարդու հայրը մահացել է։ Այո, 94 տարեկան հասակում, իսկ տարիքի ինչ կապ ունի, մարդու համար իր ծնողի կյանքից հեռանալը, աստծո բոլոր ծնողներին երկար կյանք տա, ծնողի կյանքից հեռանալը ցանկացած տարիքում այդ մարդը իրան որբ ազգում։ Հասկանում եք։ Ու չէ, հիմա մի րոպե Գայանե ջան։ Ու ընդունված է եղել, իսկ Արամ Սարգսյանը շատ ջերմ հարաբերությունների մեջ եղել է մեր այդ մայրաթորի հետ, այնտեղի աշխատակիցները, դուք միջով կաթողիկոսի հետ։ Հիմի, բայց այս ընթացքում բնականաբար վարչապետին դիմավորեց, միասին գնացին պատարակի։ Նա այս խոսակցությունների մեջ փորձել է դարձյալ լինի հաշտարարի դերքում ու կողմերը որպեսզի չսրվի իրավիճակը, ճիշտ հակառակ փորձեն լեզու գտնելով հարցին լուծում տալ, թեկուզ մեկի հեռանալով, մյուսը չգիտեմ ինչով, բայց հարցին լուծում տալ առանց հրապարակային հանրությանը շատ լայն շերտերի ներգրավելու։ Հիմա մարդու հոր հոգեհանգիստն է։ Այդ մարդը ավելի, ես sense եմ պատկերացնում, ավելի այլ տեղ է իր մտքերով։ Ու նրա հոր հոգեհանգստին մի կողմից ներկա են վարչապետը, մի կողմից ներկա նախագահը, մյուս կողմից ներկա Սերժ Սարգսյանը, բոլորն են եկել գրկախառնվել են, չէ, երևի ցավակցություն ասելուց այդպես է։ Իսկ բանը կտրիճը եկավ իր համազգեստով, իր գավազանով բանով, իսկ այնտեղ Անիխիդայի տեղը տարբեր մարդիկ են հավաքված։ Նա այնտեղ չէր կարող կանգնել ու իր կեցվածքը այնպես բանաներ, իմ կարծիքով, որ արհամարական ստացվեր, որովհետև եթե ինքը վեհապարին այլ կերպ վերաբերվեր, կստացվեր դա ուղիղ արհամարական կստացվեր նրա կարգավիճակի հանդեպ այդքան մարդու մոտ այդ օրով։ Իր որոշելիքն է, ես չգիտեմ, կարող է օրինակ ձեզանից որևիցե մեկը աչուճամփուրեր, լավ, սա պրոստը գրկախառնվեր, մյուսը կարող է չնայել երեսին, այն մյուսը համբուրել, ես չգիտեմ, ամեն մարդ մի ձև կվարվեր, բայց մենք չենք կարող ասել թե մենք կոնկրետ ոնց կվարվենք, մինչև եթե չլինենք այդ իրավիճակում։ Հազարավոր մարդիկ են ներկա, բոլոր գաղափարներով, բոլոր պատկերացումներով։ Իմ հետ էլ է շատ եղել, գնացել եմ մի կամ տխրության առիթ կամ ուրախության առիթ, այնտեղ եղել են մարդիկ, որոնք ասած հեռահար իրար միս են ուտում, պարզապես թշնամական վերաբերմամբ։ Բայց այնտեղ համենայն դեպս փորձել ենք նախ զուսպ լինել, եթե հնարավոր է նաև ժպտալ ինչու ոչ իրար, ու ասել առաջ, որովհետև այդքան մարդու մոտ չի կարելի դնել իմ ու իր գաղափարները դնել պնդել մեր կեցվածքով բանով, դրանով վնասելով ընդհանուր մթնոլորտին, հա։ Այս իմաստով ես շատ նորմալ եմ վերաբերվում կոնկրետ այդ հանգամանքին։ Մեկ այլ տեղ, օրինակ ինչ որ, չգիտեմ, դրսում մի հատ հանդիպում լինի կամ չգիտեմ ինչ հանդիպում լինի, մեկ այլ իրավիճակում, ես այլ կերպ կմեկնաբանեի։ Իհարկե բացասական կվերաբերվեի, ասել լավ, Արամ Սարգսյան, ասենք Պարոն Սարգսյան, լավ, քեզ աչահամբուրում էլի։ Լավ, համբուրել ես, ուրեմն դու ընդունում ես իրան որպես վեհապար։ Հասկանու՞մ, ամենայն դեպս ես այտենց կդասավորվեի։ Եթե մեկ այլ իրավիճակում տեսնեի, բացասական կվերաբերվեի։ Բայց տվյալ իրավիճակում ես հասկանում եմ դա ինչ է, էլի։ Այդտեղ իմ կարծիքով դրա տեղը չի։ Եթե, չգիտեմ, կարողացա միտքս ընկալելի ձևակերպել, թե չէ։ Այդպես ժողովուրդ ջան, եկեք սրանով եզրափակենք, հուսանք դեռ շատ լավ նորություններ կլսենք, էլի կլինեն լավ բաներ, ոչ թե հուսանք վստահաբար լինելու են։
Ստաբար դեռ լինելու են լավ նորություններ, ուստի դեռ շատ խոսենք։ Եթե էլի 1-2 հարց կա, ես կարող եմ իհարկե եկեք քննարկենք, եթե չէ, եթերը կարող ենք փակել։ Կան էլի ինչ որ հարցեր, որ կարելի է անդրադառնալ։ Այո, այդ պայն ինքը սքի մեջ է, մարդը սքի մեջ է, այն էլ եկել է որպես վեհապար։ Εμին ապուշը եկել է որպես վեհապար։ Ինչ անի, ասի ես որպես վեհապար եկել, գնա չեմ բանալ, չէ, պետք է մարդու մոտ մարդը վերաբերմունքը եկել է որպես վերապար, հա, օքեյ, եկել ես որպես վերապար, ռան, քեզ էլ աչոտ պաչում գնա։ Ես էլի եմ ասում Ռաֆայել ջան, որ եթե լիներ ուրիշ իրավիճակում, ես բավականին իսկապես կներսրտվեի շատ ծանր կտանի, որովհետև ասենք ես հարգում եմ էլ առանձնահատուկ ձևով իրան։ Կանել ջան, կուզենայինք քեզ տեսնել ազգային ժողովում։ Դե այդ պիտի քաղաքական ուժերից եթե առաջարկ լինի, ես կխորհեմ, ավելի հնարավոր է ձեր հետ միասին խորենք դրա մասին։ Եթե անկեղծ լինենք, ես չեմ ուզում։ Դեռ երբ որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դուրս եկա, շատերը կարծում են, թե ես դուրս եմ եկել որպես ինչ-որ կուսակցություն, բացեմ կամ ուրիշ կուսակցություն մտնեմ, վայ, ես ինչ ալի կատարում, ինչ է, ու բավականին երկար ժամանակ այդ քննարկումներն են։ Իսկ ես դուրս եմ եկել իմ աշխատանքները ավելի արդյունավետ անելու համար ու գիտեք մի բան էլ կար, ես իմ տեսակով ավելի իմբոստ եմ ու իշխանություն ասած, իշխանության թևից լինել, որ իմ սրտով չի էր, էլի այդքան։ Իհարկե շատ լավ էր, երբ որ ներսում ես ու կարողանում ես նաև հարցեր տալ, սուր հարցեր, գտնել խնդիրներ բարձրաձայնել եւ այլն, բայց այդ ներսի մակարդակով, դա էլ որոշակի հնարավորություն է, բայց իմ սրտով չէր, ես ավելի սիրում եմ այլ տեսանկյունից, էլի։ Ու մարդիկ կան կարծում են անգամ մտածում են թե ես որ կուսակցություն կմտնեմ կամ ինքս կբացեմ կուսակցություն ես ինքս հնարավոր է կարող էի բացել անգամ իմ իրավաբան ընկերներից կային ովքեր որ խոստացան հենց իրենք կբացեն կուսակցության կանոնադրությունը կգրեն Պետրեգիստրով կհաստատեն դա հսկայական ցավալուն աշխատանք ասում չի շնորհակալություն ես ինչի մասնախոսք մեր հասարակական կազմակերպությունում իմ ընկերները անընդհատ ծխում են մի խոսքով բայց չգնացի ես դրան ու երևի լավ եմ արել որ չեմ գնացել հիմիկվա դրությամբ տեսնենք ոնց է գնում տեսեք ես ԿՊ մտել եմ ժամանակ երբ որ պետությանը պետք էր որ ես իմ ներուժով մտնեմ ԿՊ ես այդպես եմ մտել ԿՊ եւ դուրս եմ եկել այն ժամանակ երբ որ կարծեցի որ արդեն վերջ էլ էդի կարևոր չի եթե պետությանը պետք լինի որ ես նու զգամ էլ այդ ամենը ես տենամ ու կարծեմ որ դա դեր կխաղա հնարավոր է որ որևիցե առաջարկ ընդունեմ համենայն դեպս այս պահին փոքրիկ խոսակցություններ կան բայց ես որոշում չեմ կայացել, անգամ այդ խոսակցությունները այդքան չեն էլ զարգացել, որ ես որոշում կայացնեմ կամ չկայացնեմ, հենց հարցը։ Բայց մի բան հաստատ է, եթե ես գնամ հանգարց դրան, նու բնականաբար այդ չի կարա լինի NTV, ռուսամետ TV բացարձակ չի կարա լինի։ Ու եթե ես հանգարց գնամ էլ, դժվար է իմ կաբինետի տեղը առաջիկա տարիներին իմանամ, որովհետև այդ մանդատս վերցնելու եմ, մտնեմ ձեր գյուղերը, բակերը այդ հարցերը հավաքագրենք տանենք ազգային ժողով ամեն օրս այսպես էլի եթերներով անցնելու օրվա բաները լուսաբանելով խոսալով դեսից դենի Արման ջան տամ համարս 91-ով 53 33 25 բայց խնդրում եմ հիմնականում զանգել ժամը 3-ից սկսած որովհետև մինչև այդ հեռախոս վերցնել իմ մոտ դժվար է գրեթե անհնար հեսա գրեմ հա երևի Չէ, 5, վերջում 5, 25 Էպես, ժողովուրդ ջան, սահմանափակվենք երևի, ոնց որ էլ հարցեր չկան Զանգի Արման ջան, զանգի 3-ից հետո, զանգի շփվենք տեսնենք, ինչով կարանք իրար օգտակար լինենք Չնայած իմ հեռախոսը համարը իմ Facebook-ի պատին դրած է, էլի, նենցա որ կեցա ազատություն, այո։ Այսպես, լավ, ոնց որ սահմանափակվենք, ոնց որ տեմպից մի փոքր ընկանք ու այդպես գնանք, ուստի, ինչը գնա ջան, Ռուսաստանի ալիքներով այսօր գովում էին Փաշինյանին, որ գիտնականների համար ԵՊԱ-ում գեր համակարգիչ է դրել 800 միլիոն դրամ արժեցող արհեստական բանականությունը զարգացնելու համար Ոչ միայն, դե որը տենց է, Ռուսաստանից, չգիտեմ, պարզապես ես ռուսերեն նյութերը շատ չեմ ցուցադրելով խոսում, որովհետև մետեվորտներից կան արտերկրում ապրող, բայց տեսեք, ես ձեզ ցույց տամ Զախարովան ինչ էր խոսում արդեն, հա? Տեսեք. Я буду с вами откровенна. Наступают очень тяжелые времена. Мы должны признать, что из-за варварских атак киевского режима и блокады Венесуэлы со стороны США наш теневой флот фактически парализован.
Экспорт нефти остановлен, что поставило экономику в критическое положение. И это суровая реальность. Социальные программы будут сокращаться и отменяться. Ресурсов для прежней жизни больше нет. Это цена западного беспредела, направленного на удушение нашей страны. У нас впереди период жесткой экономии, и старая модель жизни теперь невозможна. Հասկացաք։ Սա ասում է Զախարովան ու թե ինչքան խնդիր է իրաց մոտ ռեալ է։ Թե ինչ խնդիրների են բաները հենց Վենեսուելայով, այո, ես երբ որ հետ եղավ, ասել եմ, որ շատ բնական է նորմալ, դրա համար պետք չի լուրջ քաղաքական չգիտեմ ինչերի տիրապետել, որ հասկանալ, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի վրա դա շատ ազդելու է, որովհետև նա փորձում էր շրջանցել սանկցիաները, այդպեսով իր վառելիքը կարողանում էր հասցնել ֆրոնտ։ Ու այդ օդը այդ կողմից փակվեց։ Իմիջիալոց ասեմ, եթե Գրենլանդիայի, լավ, Գրենլանդիայի կեք չմտնենք։ Ամեն դեպքում դա շատ ուժեղ խփեց։ Ու քանի անգամ էլ խոսել ենք հենց նրա մասին, որ պատերազմը դեռ մի բան է, հետ պատերազմյան իրավիճակը այլ բան է։ Պատերազմը երբ որ բրծնի, որում կապ չունի ով հաղթի, ով պարտվի, ինչա բրծնի, հրադադարի ինչ լինի։ Հենց կանգնեց Ռուսաստանի ներսում եւ Ուկրաինայի ներսում նույնպես։ Չեք պատկերացնում ինչ ասում, որովհետեւ ֆրոնտաբիկները գալիս են, մտնում են երկրի խորք, վերադառնում են։ Այդ ֆրոնտաբիկները, որ վերադառնում են, այդ իրանց հոգեբանական ամենածանր բարդույթներով ու չեք պատկերացնում ինչա լինելու։ Այնպես որ հերթական անգամ եւս մեկ անգամ օգտվելով առիթից կոչ եմ անում մեր հայությանը թողեք այդ Ռուսաստան եկեք։ Հիմա մեր ընդդիմությունը մեզ ուզում է կապի այդ երկրի հետ։ Հասկանում եք։ Ասում այ այնտեղ է էլի, վան, ապագան բանը, այդ երկիրը վարի է գնում։ Վարի էլ չգնա, վարի չգնա, որովհետեւ համենայն դեպս աշխարհը նման կոնսենսուս չունի։ Աշխարհը չունի կոնսենսուս Ռուսաստանը վարի տալու վրա, որովհետև ոչ մեկին դա ձեռ չի տալիս։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը վարի գնա, այնտեղ կառավարելիությունից կարող է ազդեցության գոտները դուրս գան։ Հասկանում եք, դրա համար չունի այդ կոնսենսուսը, ունի կոնսենսուս նրանց զսպելու եւ իշխանություն ներսում փոխելու, որպեսզի գործընկեր ունենա դա։ Չէ, AI չի, ու սա առաջին դեպքը չի, առաջին նյութը չի, նմանատիպ բաներ արդեն խոսում են Ռուսաստանում, բայց խոսում են հատուկ թույլտվություն ունեցող մարդիկ։ Իհարկե, այնտեղ ամեն բան բլոգերների մակարդակով կամ ընդդիմության կամ իշխանության մակարդակով պատգամավորներ եւ այլն դեռ չեն խոսում, բայց այս մակարդակի մարդիկ արդեն փորձում են հանրությանը քիչ-քիչ տրամադրել ու ուրիշ բաներ չունեն անելու, բայց իրենց հանրությունը սրան համաձայն է, եկեք մեր տեսանկյունից չնայենք, իրենց ժողովրդի տեսանկյունից նայենք, ասեն հա դե բա մենք պատերազմի մեջ ենք, բայ իհարկե պիտի հիմա մի քիչ էլ զուսպ լինի, ոչ ինչ որ սոցիալնի պրոգրամները չլինեն, այդպես ոնց է ձևակերպում, այդ արևմուտքը, այդ թաղեմ այդ արևմուտքը ազգային տեսակ այդ թշնա, ուսանով ավելի է գեներացնում թշնամություն, ես ձեզ ասեմ, ավելի է գեներացնում, չգիտեմ վերջին ինչի կհանգստի, բայց ամենայն դեպս դրա մասին արդեն խոսում են, անգամ իրանք արդեն չեն պատկերացնում այլ բան, դրա համար են աղմկում, իրենք ուզում են, տեսեք, մի բան պետք է ցույց տան ժողովրդին։ Չէ, հոդշուշ չէ տալի, որ սխալ հաշվարկներ են արել, ապուշ վզնին շատ են վերցել։ Այդ դրա համար Հայաստանի նման կամ ազդեցության գոտիների վերականգնման մասին են խոսում, չգիտես ինչերից են խոսում։ Հասկանում եք։ Այ իմիջիալոց էս Արշակ Կարապետյանը որ sense խոսում է։ Չգիտեմ, ինչ ուզում խոսում ես, հա։ Արշակ Կարապետյան, քեզ մոռացել է։ Արա Ռուսաստանում նստած ես օլուղ ՊՆ նախարար ես եղել։ Առավոտից իրիկոր նս խելքես բացատրում, թե բա հեսա ստեղից մի հատ գախնի բան եմ բացում, կարդամ ձեր համար, ես եմ անում։ Սալավյովին մի բառ ասարա։ Եկեք, քանի որ եթերը փակում եմ, մնա մյուս անգամ, չգիտեմ, էլ մեր Արմինեն ստեղ չի, որ նայի, երևի ստեղ չի, հիմա պետք է կապվել իր հետ։ Մեսով է։ Լավ, վերջացնենք ժողովուրդ ջան, մի խոսքով աշխներս լույս եւ գերիների հարազատների աշկը ինչն է տենց եղել Հայաստանում, ցավը տանում։ Հայաստանում էլ է տենց եղել։ Պատերազմից հետո նկատի ունես։ Արտուր Գևորգյան։ Արտուր ջան, որ հարցը բանանես, հետ էլ կպատասխանեմ ու դուրս կգանք։ Լավ, ոնց որ Արտուրը հարցը գրել է ու ոնց որ հիմա էլ չի գնում։ Լավ, ոչինչ,
Եթե նկատի ունեք հետ պատերազմի շրջանը, իհարկե այդպես եղել, չեք հիշում 90-ականներից հետո պատերազմից տարիք երբ որ եկան, ինչքան ասֆալտի ֆիդայիններ կային, ինչքան, ասենք, խնդիրներ կային հոգեբանական, մեկը կռված տղա էր, ախպեր ես արուն թափել ձենաման, դուք ուզում եք ինձ չգիտեմ, ես հացը 200 դրամից, հազար խոսակցություններ կա, իհարկե այդպես է։ 44 օրից հետո եք չեք հիշում, չեք տեսել կադրը, անգամ չկռվածներն էին խոսում կռվածների տակ ունած թե իսկ զինվորները մեր հրաշք զինվորները ջահերները սուս խելոք իրանց գործին են նրանցից շատերին հանդիպում եմ այդ համեստությունը որ իրանց մոտ կա աշխարհում ոչ մեկի մոտ չկա Արկու պատիվ իրանց բոլորին ողջերին նույնպես մենք շատ խոսում ենք նահատակներից մենք շատ խոսում ենք հերոսացածներին բայց ցավները տանեմ ողջերին էլ մաղթենք իրենց գործերին հաջողություն երազանքներ աստվածի կատարածի միշտ գնահատված լինեն մեր ժողովրդի հանրության կողմից այսպես մոտավորապես լավ եղեք ամեն ինչ շատ լավ է լինելու հետ չմտածենք կհանդիպենք վաղը բարի գիշեր